Մեր տաղավարում արդեն վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուկչյանը, բարև ձեզ Արմեն։ Բարի երեկո։ Անդրադառնանք փաստին, որ Աբբաս Արաղչին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ընդունել է նրան Ռուսաստանի նախագահը եւ հիշենք նաեւ, որ Արաղչին նոր կետերով համաձայնագրի իրենց տարբերակն է ներկայացրել Միացյալ Նահանգներին, հիմա այնտեղ գնացել երևի նրանց էլ է տեղեկացրել եւ արդյոք չկա վտանգ, որ եւ դեպի Իսլամաբադից էլ սկսել են կասկածել իրենց մոտ կլինեն բանակցությունները այլևս թե ոչ, չնայած շատ են ուզում, որ այդպես լինի, բայց արդյոք հնարավոր է, որ Թրամփն այնուամենայնիվ որոշի, որ բանակցությունները տեղափոխվեն Մոսկվա։ Հետարքիր հարց եք տալի, ընդհանուր իրավիճակը հասկանալու համար ասեմ, թե ինչ ներքին տեղեկություններ է հաղորդում միջազգային մամուլը այս հարցերի շուրջ, որպեսզի պատկերացնենք արդեն ձեր ասած հարցի կոնտեքստը։ Ուրեմն Իսլամաբադից խոսեցիք, կան տեղեկություններ, որ Իսլամաբադը արդեն չի ուզում անցկացնի, ասում է, ոնց ասում է Մամդան, մենք վերջ։ Մանավանդ, որ Աֆղանստանի հետ իրենց սահմանին հիմա այո, բացի դրանից իրենք միշտ այն հյուրանոցում, որտեղ բանակցությունները անցկացվում էին, միշտ, այսպես ասում է 24/7 ռեժիմով, անկախ նրանից ամերիկացիները, իրանցիները այնտեղ են թե չէ, փակ էին պահում, ինչու, որովհետև մարդ ես կարող է այն բացելու պահին, դե գիտեմ, որ այդ հյուրանոցում են լինում բանակցությունները, ինչ որ մի մեկը փորձել, ինչ որ մի բան եւ այսպես շարունակ, դե հիմա Պակիստանն էս չի, որ Եվրոպայի է։ Չնայած չի որ Եվրոպայում հնարավոր չի դա անել, բայց դե հատկապես։ Ամերիկայում հնարավոր եղավ անել։ Այո, դե փա այդել չխոսեցինք, որ այդպեսի բան հիմա այստեղ բուրըն քննարկում է, չէ՞ գնում այդ մահապորցը կազմակերպված էր, թե կազմակերպված չէր։ Հատկապես այն կներեք, էլի պետքա շեղվեմ, քեշ պատելի դեմքը տեսել եք FBI։ Ուրեմն հիմա մամուլը ենթադրություն է անում, որ քեշ պատելը նստած է, ամենայն անկեղծությամբ իմ կարծիքը պետք է ասեմ, մահապորցի մասին երևի ասել եք, բոլորը գիտեն արդեն։ Ուրեմն նստած է ու բոլոր եզրակացությունը ասում են իր դեմքի հանգստությունից երևում է, որ դա կազմակերպված է եղել։ Բայց մի բան անկեղծորեն ասեմ, քեշ պատելի դեմքը գիտեք ինչի մասին է խոսքը։ Հիշում եք, որ խոսում ենք, որ կադրերից մի մասը ուղղակի քաղաքական, շատ պրինցիպիալ քաղաքական նշանակում էր, ասենք Թուլսի Գաբարդը, տարբեր նպատակներով։ Ավելին ասեմ ձեզ, նույն FBI պրոֆեսիոնալները իրավի ամեն ինչ չեն զեկուցում քեշ պատելին, նույն հետախուզությունը կամ հետախուզության թևերը ամեն ինչ չեն զեկուցում Թուլսի Գաբարդին վստահացնում, ասենք կարող ուղիղ Տրամպին են։ Երևաց, որ ինքը թեմայի մեջ չի ընդհանրապես։ Այսինքն ամենայն այնքան կարծիքն եք ուզում իմանալ, ընդհանրապես ինքը իր դեմքը միշտ տենց է, ինքը ընդհանրապես խաբար չի ինչա կատարվում։ Դե մի պահ իր փոխարինման հարցեր բարձրացնում։ Այո, հիմա էլ ասում են դժգոհ է Տրամփը։ Իրականում ձեզ ասեմ, այնտեղ ուղղակի ընդհանրապես մինուս կոմպետենտություն է։ Մինուս, ասենք, այս Ավես մասին դեռ կխոսենք, վերադառնանք։ Չէ, ուղղակի պետք է ասեի, հա, որտեվ ինչի հիշեցիասի ասեմ, մենք հայերս կոնսպիրոլոգիա սիրող ենք։ Հեսա կասեն կազմակերպված էր, սարքած էր։ Ես անկեղծ չեմ հավատում դրան։ Արոսեք հետ համախմենք մենք այս հարցում, որտեղ մի քիչ հասկանում եք Ամերիկայում, ախր շատերը չեն պատկասում Ամերիկայի համակարգը, լրագրողների այդ փորփրելը, մտնելը, դուրս գալը այդպիսի մի բան սարքելը, հաստատված մի արած է իրենց համար, եթե բացահայտվեց ու անողի համար, դա ընդհանրապես կարող է մի հատ մեծագույն սկանդալ դառնա, հատկապես պատկերացրեք, որ բանա գործակալ ագենտ է վիրավորվել, հա, դա ընդհանրապես այն ավելի։ Իմպիչմենտի առիթ են ման գալիս, այո։ Լավ, վերադառնանք թեմային։ Իսլամաբադը փակ, ասում են այդ հյուրանոցի մասին, որ խոսում ենք, որտեղ բանակցություն, ասում են արդեն հանում է, այդ արգելապատնեշները հանում է, ոստիկաններին կամաց հանում է եւ տեղեկություններ կա, որ Իսլամաբադը ասում է իմ մոտ էլ չգաք։ Ոչ թե բան, ասում է իմ մոտ էլ չգաք։ Ընդ որում իսրայելական հերոստալիքները հաղորդել էին, որ Արաղչին մեկնել էր Իսլամաբադից Օման։ Ինչու՞։ Որովհետև հենց այդ պատճառով, երբ որ Արաղչին գնում է Իսլամաբադ, ընդ որում այնտեղ էսպես է եղել։ Տրամպը ասել է, որ մեզ կարծես թե փաստաթուղթ ներկայացրեցին, որի շուրջ արժեր բանակցել, հետո հետ են քաշում այդ փաստաթուղթը, որքան հասկանում եմ, ու նոր բան չեն ներկայացնում, սպասում են մինչև ամերիկյան կողմը գնա, մոտավորապես այսպիսի խառնաշփոթ իրավիճակ է։ Ամերիկյան կողմն էլ հասկանում է, որ բանակցելու բան չկա սեղանին, համենայնպես Տրամպի խոսքերից այդպիսի եզրակացություն կա նրան, կարծես թե հետ է քաշում, ասում է չգնաք, Տրամպը ասում է մենք էլ գնալու բան չունենք, պետք է հեռախոսով թող զանգեն, ասեն անիմաստ է մեր գնալ այնտեղ։ Որից հետո ենթադրում եմ, որ գնում է Օման, որպեսզի հարթակ ստեղծի, այսինքն Օմանին էլ է դիմում։ Ենթադրում եմ, եթե ինքը դրանից հետո գնացել է Մոսկվա այդ նույն խնդրանքով դիմել է, ենթադրում եմ Օմանում էլ են մերժել։ Դե Օման, որովհետև Հորմուզի նեղուցը երկուսով են։ Այո, բայց մինչև այդ Օմանն էր, չէ՞, այսինքն այսպես ասած, բոլորի կոկորտն է արդեն։ Իսլամաբադն էլ ասեց հերիքա ինձանից, Օմանն էլ մինչև այդ էր, չէ՞ Օմանը բանակցում միջնորդություն անում։ Օմանը կարծես թե ինքն էլ հրաժարվի, ասել անարդյունք չենք բանակցում ու գնացին Մոսկվա։ Մոսկվա հաշվարկը այն է, որ հիմա
Տրամպը այսպես կոմպլիմենտներ է անում Պուտինին, չէ, Ուկրաինայի հարցը լուծելու հարցում բարբերաբար այսպես փորձում է բանանի, բայց մենք հիշում ենք մի բան, երբ որ Տրամպը ձեր հարցին, որ դուք ասում եք հնարավոր է թե ոչ, Տրամպը հիշում եք քանի անգամ, երբ որ Պուտինը առաջարկել էր Տրամփին միջնորդություն ունենալ այս հարցում։ Կհիշեք, մի քանի անգամ առաջարկել է։ Իսկ ինչ էր պատասխանում Տրամպը։ Քանի անգամ, երևի մի 5 անգամ այդ նույն նախադասությունը կրկնել է Տրամպը։ Դու մի խառնվի, դու լավություն արա, քո պատերազմի հարցով արի համաձայնության։ Կհիշեք։ Այսինքն քանի անգամ Տրամպը ասեց, մենք քո կարիքը չունենք։ Եթե ուզում ես օգնած լինես, դադարեցրու պատերազմը Ուկրաինայում, չէ՞։ Սա այդ հարցին ես չգիտեմ կլինի թե չէ, ես ասում եմ ինչ որ մենք ունենք այս պահի դրությամբ։ Ես մի փոքր թերահավատ եմ, հաշվի առնելով որ նրանք դիմել են այն հաշվարկով որ Վիտկոֆն ու Քուշները գնում են Մոսկվա, կարող են այնտեղ հանդիպում։ Չեմ բացառում որ Վիտկոֆի Քուշների մակարդակով Մոսկվայում ինչ որ հանդիպում տեղ ունենա։ Բայց այդուամենայնիվ եկեք չմոռանանք եզրափակելով այս մասը, որ դա այնքան էլ ձեռնտու հարթակ չի Միացյալ Նահանգների համար այդուամենայնիվ։ Գնանք գովազդային դադարի, հետո մի հավելում էլ կանեմ այսօրվա պատկերից, լավ այդ մասին։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե, փայլուն դերասանական խաղ, իրական պատմություն, Զոնտիկ, բաց չթողնեք ցուցադրությունը, շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում։ Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering։ Վերլուծություններն են շարունակվում է RTN-ի եթերում եւ մինչեւ գովազդը ասեցի, նաեւ մի տեղեկություն կար այսօր հրապարակված, որ Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել էր, որ Ուկրաինան գուցե կգնա տարածքային զիջումների հանուն խաղաղության, որքանով է դա հավանական եւ որքանով Զելենսկին կգնա այդ քայլի։ Իդեպ նշենք նաեւ, որ Զելենսկին Բաքվում էր։ Այո, ես այդ մասին առանձին անդրադարձել եմ, Ալիևը հրավիրել էր Զելենսկին եւ մեզանից առաջ ընկան Զելենսկին երկար ժամանակ ձգում էր այդ համագործակցության հետ, որովհետեւ իրենք շատ տարբեր հետաքրքրություններ ունեն, շատ տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաեւ հարավային Կովկասում եւ շատ երկար ժամանակ մեզանից էլ էին սպասում, հիշում եք անցած տարի պետք է Հայաստան գար, տապալվեց այցը, որովհետեւ որոշակի հայ քաղաքական գործիչներ ժամանակից շուտ բացահայտեցին եւ անվտանգությունը խախտվեց։ Ցավոք սրտի Ալիևը այս անգամ մեզանից առաջ ընկավ, որտեղ շատ ինտենսիվ օգնում էր եւ ոչ միայն գեներատորներով, վառելիքով, փողով, ամեն ինչով օգնում էր ուկրաինացի երեխաներին էր ընդունում արդեն 5 թե 6 հատ ճամբար կազմակերպել, ինչը մենք ինչքան ենք այստեղից խորհուրդ տվել եւ այլ այսպես շանը գոնե հումանիտար հարցերով, լավ մի խոսքով էլ բարձ արդեն տեղ արդեն ինչա հիմա ուղղակի եկեք հույս հայտնենք, որ տա Աստված եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը տեղի ունենա, տա Աստված Զելենսկին գնա որտեղ ինքն էլ է մասնակից, գիտեք, դարպես ֆորմատը Ուկրաինայի համար է ստեղծվել, եկեք չմոռանանք։ Ուրեմն, եւ տա Աստված մենք էլ նման պայմանագիր ունենանք Ուկրաինայի հետ, որտեղ ես վստահ եմ, եթե Հայաստանը ուզի նման ցանկություն հայտնի, ես այնտեղ մի փոքր խոչընդոտ կա ռուսական ռազմաբազայի եւ այլն, բայց էդ էլ կարծում եմ կարելի է լուծել։ Ուրեմն, եւ վստահ եմ, որ մենք էլ կարող ենք այդպիսի համատեղ ձեռնարկություն ունենալ Ուկրաինայի հետ եւ շատ հուսով եմ որ կունենանք։ Անօթաչուների հետ։ Այո, շատ հուսով եմ որ կունենանք։ Հիմա ձեր հարցերի պատասխան ոչ չեմ կարծում որ Զելենսկին ուղղակի կգնա այդպիսի զիջումների, որտեղ Զելենսկու հարցազրույցներին ես հետևում եմ վերջին մի ամիսվա ընթացքում տարբեր միջազգային լրատվամիջոցներում, նաև վերջերս ուկրաինական լրատվամիջոցներին տվեց հարցազրույց, շատ կոպիտ կոշտ ձևով ասում է, որ բացառված այդպիսի բան չի կարող լինել, որ մենք ուղղակի բռնենք տարածք անցնենք։ Չի կարող այդպիսի բան լինել, ինչու։ Որովհետև ինքը բացատրում է, ասում ենք մեր ամերիկյան գործընկերներին ցույց ենք տալի քարտեզը եւ ցույց ենք տալի, որովհետև մենք այդ տարածքները տանք, Ռուսաստանի համար ինչ դաշտ է բացվում եւ ինչ ուղղություններ է բացվում, ընդհանուր միջև Կիև։ Կիև, Խարկով, այսինքն այն քաղաքները միջև հիմա չեն կարողացել գրավել։ Հետևաբար մի տարբերակ կա, որ գուցե ես չեմ բացառում, որ Զելենսկին կգնա տարածքային զիջումների։ Դա այնպիսի անվտանգության, այսինքն հանուն պատերազմը կանգնեցնելու, հանուն զոհերը կանգնեցնելու, դա այնպիսի անվտանգության երաշխիքների տրամադրումն է, այսինքն այն ծավալի, որ այսինքն անգամ այդ Դոնբասի մնացած հատվածի գրավումը, իսկ դրանք ասել ենք բազմիցս այդտեղ ամրացված հատվածներ են, անգամ այդ հատվածի գրավումը ոչինչ չի տա ռուսներին եւ ռուսները կհասկանան, որ դրանից հետո անհնար է ուրեմն շարունակել հարձակումը դեպի Կիև կամ տարբեր ուղղություններով։
կամ ավելի վատ Օդեսա, այդտեղից շատ վատ հեռանկարներ է բացվում։ Հիմա այս իմաստով ինչն է կարևոր հասկանալու։ Իսկ ինչ որ ես ասում եմ, որ բացառված է Զելենսկին համաձայնի, ինչի, որովհետև տեսեք, այսինքն համաձայնելու դեպքում էլ տեսեք ինքը պահանջելու է, որպեսզի սանկցիաները պահեն, եվրոպացիները առնվազն։ Ինչու, որպեսզի Ռուսաստանի կարողությունները չմեծանան, իրանք հետո չշարունակեն, չունենան այդ ֆինանսական հնարավորությունները միանգամից չբացվի, հա։ Ու այդպիսի բազմաթիվ այսպես նյուանսներով, որ այդ այսինքն հասնելու են նրան, որ Դոնբասի հանձնումը կոկորդներին է կանգնում։ Որտեվ ես բազմիցս ասել եմ, ավելի լավ է ռուսները, ասենք 3 տարում, 4 տարում, իսկ հիմա մենք Ռուսաստանում տեսնում ենք ինչ կատաստրոֆիկ վիճակ է։ Այսօր ցավոք սրտի չենք հասցնի խոսենք, ժամանակը սպառվում է, Աֆրիկայում կհաջողացնենք վաղը մենք արուսի այս շաբաթ մարաթոն ունենք, այսպես ասած։ Այո, Մալիի դեպքերից խոսենք անպայման վաղը, եկեք հասկանանք Ռուսաստանում ինչա կատարվում, այս ինտերնետի սահմանափակումները, այս տնտեսական վիճակը, անգամ Նաբիուլինն ասում է, որ չնայած մի երկու կոպեկ ավել ենք աշխատել, չնայած էլի ուկրաինացիները չեն թողել որ շատ աշխատել Հորմուզի նեղուցի մասով, բայց այդ զարգացումները Հորմուզի նեղուցի էֆեկտը Ռուսաստանի վրա տնտեսության էլ ավելի վատը կարող է լինել, հա։ Եվ ամեն շաբաթ հենց իրենք իշխանությունների մոտ կանգնած սոցիալական հարցումները, որ անցկացվում, այսինքն սոցիալական այսպես կենտրոնները, որ անցկացնում են հարցումներ, ամեն շաբաթ Պուտինի ռեյտինգը աստիճանաբար իջնում է։ Վերջին անգամ 65%-ի կարգի էր։ Դե միշտ հատկապես պայմանավորված է տնտեսության անկման։ Հիմա Պուտինը ինքն է տեսեք, ինքը ուզում է մի բան անել, ես այստեղ ուզում եմ հիշեմ, ինքը արդեն ինտերնետն է սահմանափակում։ Իրանք գտել են միջոցներ, այսինքն սոցկայքերն է սահմանափակում, իսկ ահռելի քանակությամբ ռուսներ գումար էին աշխատում դրանից, հարկ էին բուծում դրանից, եւ այլ այսպես շարունակ։ Եվ հիմա էլ, գիտեք ինչ են անում։ Ուրեմն կարևոր ծառայություններ կան պետական, որտեղ որպեսզի դու կարողանաս կամ կայքեր կան, որպեսզի դու կարողանաս բանկեր, դու կարողանաս մտնես այդ բանկը, ինչ որ վճարում կատարես, եթե հեռախոսիդ վրա VPN-ը դրած, իսկ գիտեք VPN-ը թույլ է տալի որ շրջանցել այդ բանը ինտերնետային սահմանափակումները, միանգամից ծրագիրը հասկանում է որ քո եւ չի համագործակցում քո հետ։ Այսինքն կամ պետք է նա ընտրես եւ այս ֆոնին աստիճանաբար արդեն իշխանական ռոպագանդիստները, անգամ այսպես իրանց իշխանական հեռուստաընկերություններում աշխատած, ասենք, արդեն սկսում են ձայն բարձրացնել։ Չեմ ասում զեթնիկները, այդ ոյնք իրանց այդ զինվորական այդ վայնկորն ասում զեթնիկներ, այսինքն ռազմական լրագրողներ, այսպես ասած, հա, Telegram-ներում արդեն բանա կանգնած ասա։ Այսինքն աշխարհից կապը կտրում են։ Այո, այն մարդիկ, որ Նովորոսիայի կողմնակիցներն էին, արդեն աչուձախ հարցազրույցներ են տալիս եւ քննադատում են Պուտինին։ Ինչ որ ձայները սկսել այսինքն բորբոքվում է իրավիճակը, ներքին ձայները շատացել են։ Եվ դրա համար էլ Պուտինը սկսել է մտածել նաեւ միջնորդ լինելու մասին Իրանի հետ։ Այո, տեսնենք, ես մի փոքր թերահավատ եմ, որովհետեւ այո։ Դա Պուտինի ցանկությունն է։ Այո։ Դե հիմա արդեն գնալու ենք հերթական գովազդին, հարգելի հեռուստադիտողներ, բայց մեր ծրագիրն էլ արդեն ավարտվեց, ցտեսություն կհանդիպենք։ Վաղը կշարունակենք, այո։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։